գժական մթնոլորտով մենք սկսում ենք Arm Games-ից, որտեղ 103 մասնակից մրցելու են միմյանց դեմ։ Ոնց է։ Շատ լավ։ Arm Games-ից ես չեմ վարելու մենակ, արդեն բոլոր հասկանում են, ավանդույթ է դա։ Ես ընդհանրապես մեր նախագծերը, մեր խաղերը չեմ վարում մենակ, դիմավորում ենք ինձ հետ հաղորդավար, ձեր շատ սիրելի Մինյոն։ Ոնց ես Մինյոն։ Շատ լավ եմ տրամադրված, վերջապես էմոցիաներս չգիտեմ ոնց եմ արտահայտելու։ Ոչ մրցակցային կարտահայտի, իմ կյանքը կուտիկ ասի թե երեխեքը թողում են խաղան, էլի։ Ինչև է սերներս, մինչ մենք կսկսենք խաղը, քանի որ ամեն դեպքում սա մրցույթ է լինելու են հաղթողներ եւ պարտվողներ, մեր գործընկեր Royal Armenian այնպես է արել, որ այսօր ոչ մի մասնակից առանց նվեր չի գնա։ Ես ուզում եմ մի հատ բարձրացնենք մեր, որպեսզի բոլորը տեսնեն։ Այո, մրցույթը է ու լինելու է հաղթող պարտվողներ, բայց մեր մասնակիցներից ոչ մեկ դատակ ձեռքով չի գնալու։ Բոլորը ունեն ինչ-որ բան իրենց ձեռքում հենց այս պահին։ Այո, իհարկե իրենք ունեն փաթեթներ, որոնց մեջ ներառված են բուտակ շոկոլադներ եւ 3-ը մեկում լուծվող սրճային ըմպելիքների հավաքածու։ Մի հատ ցույց տվեք, թող տեսնեն։ Այո, սիրելիներս, սա մեր գործընկերոջ կողմից հրաշալի նվերներ մեր պատանիներին, այո, նրանք գիտենք ինչքան շատ են սիրում տաք շոկոլադ։ Իսկ մենք սկսում ենք Arm Games Kids-ը։ Savage in me back and I'm back in it happening, ready to blow. I remember doing deeds with Deji from the street, they left me on my own. Mom kept asking me about how I got the P, I told her leave him mum and grow. Then they're ringing off my phone, Times change, but mine's made up. I ain't got line patience, tried then, don't like baitness. Come close, but swerve that. Went ghost with a hurt pack, never boast loud. Get your bird whacked to my condo where I birth tracks with a gang. Catch that for the gram, snap that for the man. These dudes do the most, no money in the hand. I ain't never had to feel away, rhyme steady and they feel the way. Occupation make it either way, never worry cause I can. Back chat from the whack gang, took charge when they sack man. Passport when a milestone. She ain't ready for the 8th. Fake clothes, same watch, fake crepe, same fucks, main squad, same lots, but flop ain't what I'm on, aim up. Don't stop, we beat leveling, proceeds increase heavily. Don't need this man's energy, I be the one, beat the one. I don't make a song to make a song, and the vibe is right, the mic will let me on to the signs. I light a pilot, spit the strong in the line, and pick me first before I'm gone. I ain't straight sicker with the wordplay, syllables spin, I don't fidget when I burst straight. Minimal talk when I work late, fuck what you think by my work rate, celebrate wins like a birthday. 3-6 got a mean list of the tracks. You man busy sleeping when I brainstorm as a plan. Linked Andy on the underground, I don't even have to ask. Miss laughing with my brother now, I ain't talking about Dan. Մինյոն ջան, առաջին խաղում բավականին շատ մասնակիցներ են դուրս գալու, դա համար որպեսզի երեխաները չնեղվեն, որոշել են միայն առաջին խաղում լինի սպասման ռեժիմի գաղափարը։ Նու հնարավոր ամենավերջին փուլերում է տենց բան մոգոնեմ, բայց դեռ ես իրոք չեմ որոշել։ Այս փուլի պարտվողները մի հատ խաղ կունենան, որի արդյունքում այսինքն երկրորդ շանս կտրվի իրենց, որից հետո նոր մարդիկ կլքեն։ Իսկ իրենք գիտեն այդ մասին։ Այո, իրենց տեղեկացրել եմ դրա մասին, որ չնեղվեն։ Իսկ խաղը կոչվում է դրոշակ փախցնոցի։ Առաջին խաղը կոչվում է դրոշ փախցնոցի։ Խաղը բաղկացած է մի քանի փուլերից։ Ամեն անգամ տարածքում դրվում են տարբեր քանակի դրոշներ, որոնք ավելի քիչ են, քան մասնակիցները։ Մասնակիցները պետք է շուտ կողմնորոշվեն եւ վերցնեն դրոշը։ Որ մասնակիցները չեն վերցնում դրոշը, լքում են նախագիծը։ Երեխաները պատրաստ են, բավականին շատ մարդիկ են պատրաստում այս պահին վազեն դվայ ջան, արեսկոմ չխանգարենք։ 1 2 գնաց։ Ինչ շոտ են, ոստված, է պուչուրը։ Ագին մատ է առաջի փուլից մի անգամից։ Ինչ ափսոս։ Սա կարծում եմ մի փոքր ռիսկային է, բայց մասնակիցները այսպես որոշեցին, նրանք ինչքան մասնակիցներ մի անգամից շատ դուրս եկան, իրականում շատ ափսոս էին, հա, ինձ թվում է Արամը մի բան կկազմակերպի իրենց համար։ Արդեն կազմակերպած է, բայց ամեն դեպքում պետք է մի փոքր խելացի գտնվել։ Դրված էր 6 դրոշ, վազեց երևի մի 16-17 երեխա, չգիտեմ, հաշվարկը կորցրել եմ, այս պահին 2 դրոշ ավելացել է, ավելի շանսերը մեծանում են։ Տեսնենք, հուսով եմ առաջին փուլից հետո երեխեքը կհասկանան, որ պետքա մի քիչ զուսպ լինեն ու միանգամից չվազեն դրոշակների հետ։ Գնացինք 1
2 գնաց։ Օպա, նույն բաթը։ Նույն բանն են անում, լրիվ նույն բանը։ Այս աղջիկը իշխելացի գտնվեց։ Բոլորը վազում են դեպի հերու դրոշակները։ Ես ուրեմն նայ, ես նայում եմ։ Դու փոքր ես։ Ու դու արագ չէիր վազում։ Ու իրացից հետ էիր։ Ուզում հասկանամ, իրանք չէին տեսել, սա մենակ դու տեսա։ Կանա ինչ է։ Նիկոլ։ Օպա, մինյոն, Նիկոլն է ինքը, ինչ սիրուն անունն է։ Շատ հաճելի է Նիկոլ ջան, այսպես միշտ առաջ։ Վաստակեցի քո ախտանակը Նիկոլ ջան։ Դու անցար հաջորդ փուլ։ Բոլորդ հաջորդ փուլում եք դրոշակակիրներ։ Անցեք։ Ես բռնել եմ։ Okay, երկուսն էլ անցակ հաջորդ փուլ։ Ապրեք։ Օ, Արամը բացառություններ է անում։ 2 հոգի բռնել էին այս դրոշակը, երկուսին էլ անցկացրեց հաջորդ փուլ, բայց սա մեր մեջ մյուսները չիմանան։ Ինչ եմ ես դրոշակը տանում։ Ահա եւ Միքայելը, Միշկոնը ինչ է, մտածա։ Ահա եւ Միշան։ Ինչի Միքայելը։ Մինյոն, իսկ դու նկատել ես, որ որդից մասնակցում է։ Այո, ու ես իրեն ասել եմ, խնդրում եմ պապայիդ կողքերը քիչ երևա, որովհետև հնարավոր է դու հաղթես ու ոչ մեկ հանկարծ թույլ չտա իրան մտածի, որ ինչ-որ առավելություն ունի Արին։ Այնպես որ եթե քեզ քիչ կա մոտենա, իմ դասավանդածն է դա։ Ես օրինակ չգիտեմ, Արին նոր եմ բացահայտում, չգիտեմ, մրցադաշտերում ինքը ոնցն է։ Դե իր համար կարևոր է հաղթանակը ինչպես իր պապայի մոտ թե ոչ, որտեղ ինքը Ես հարցրել եմ, ինքը մարտական չի դրամադրված ամեն դեպքում, այո։ Մարտական է դրամադրված թե ոչ։ Հա, հասկացա։ Բայց ես բալետ։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Օպա։ Շատ խելա։ Ապրես։ Այո։ Օ, չէ, այս անգամ Շատ լավ է, շատ։ Այո, այս անգամ նորմալ է։ Կարծում եմ նորմալ է։ Ասեմ, որ բոլորը վազում են դեպի հերու դրված դրոշակները։ Այս երիտասարդը ետևից վազեց, եկավ շուտ գացեց, հələ արի, այնտեղ հավասար կա մինյոն։ Ոնց հասկանանք ով է անցել, սիրներս, հələ ասեմ։ Ես գտնվեք ով արած։ Դուք անցել եք, երեխեք, ապրեք, անցել եք։ Ինքը վերևից։ Իրար հետ հավասար եք։ Հա։ Բա դու ես եմ առաջին վերցրել։ Չէ, Ես որ առաջ եկա, ինքը ինձ հետևից բրթավ ես։ չէ, ես քեզ չեմ կպե, ես ամ ոչ։ Դու որտեղից ես։ Մեղրից։ Մեղրից։ Հին մեղրից եկել ես խաղի համար, քանն ինչ է։ Սիլվի։ Սիլվին։ Քանի ժամում ես եկել Սիլվի։ 8։ 8 ժամ։ Չէ, կնենեք 6։ 6 ժամ, հասկացա։ 8 ժամ, որտեղ արդեն մեղրից մի 2 ժամ էլ ենք։ Ոյ։ Լավ, եկեք ես բացառություն մեևս մեկ անգամ անում, երկուսդ էլ անցնում եք։ Իմ սրտով։ Ես ուզում եմ երեխեքին մի հատ գաղտնիք ասեմ։ Շատ լավ։ Բայց Արամ մի րոպե։ Մի րոպե։ Երեխեք, ես եկել եմ մի հատ գաղտնիք ասեմ ձեզ։ Հարգարժան օպերատոր։ Դուք գալիս է վիճակը, տրամադրությունը երեխեքի։ Ոչինչ, հեսա ինչը կատարվելու։ Ուշադիր եղեք, որովհետև բոլորդ հիմնականում գնում եք հերու դրված դրոշակների մոտ, իսկ դիմացիները ազատ են մնում։ 2-3 հոգի այդպես է արել։ Էնպես որ ես պրոստը կողքից նայող ասում եմ։ Ուշադրություն։ 1 2 3 Օպա, պուչունին նայ։ Ապրես։ Հոծանողները պետք է ապարտանան քո խելքով։ Այդ ոնց բոլորը վազեցին դու քո համար խելոք։ Սպասեցիր, հա, տեսարան, դե ազատակ եկար վերցրեցի։ Անունդ ինչ է։ Ալեքս։ Ալեքս ջան, դու հաջորդ փուլում ես, ապրես։ Բոլորը հաջորդ փուլում եք դրոշակակիրներ, ապրեք։ Էս դրոշակակիր հերոսը դրոշակով հարվածեց իմ մեջքին։ Ոչինչ, ներելի է, կարևորը հաջորդ փուլում ես։ Մերսի շատ։ Օկ մեջքը։ 1 2 գնաց։ Գնաց։ Օպա։ Գնա։ Ոնց որ ճիշտ քանակությամբ մարդիկ են դուրս մնացել, մի հոգի է դուրս մնացել։ Երկու մասնակից, դեռ նրանք դուրս չեն մնացել, նրանք դեռ սպասմարժնում են։ Դրոշակները դրեք, դուք հաջորդ փուլում եք, ապրեք։ Դու հաջորդ փուլում ես, ինչի ես լացում, արի գրկեմ։
Դու հաջորդ փուլում ես, ինչ ես լացում։ Ինչի համար ես ուզվել։ Անունդ ո՞նց է։ Մարինա։ Մարինա, մի հատ ուրախացի։ Ինչ ես լացում։ Սիր։ Լավ, всё, հանգստացի։ Տրամադրվի, որ հաջորդ խաղը խաղաս, գնա։ Անցա՞ր։ Քանի որ շուստրի բան են անում երեխաները չեն ուզում վազեն, ես դրոշակները քչացրեցի։ Նախավերջին փուլ։ Պատրաստ։ Սա նախավերջին փուլն է, եւս մեկ փուլ կա։ 1 2 գնաց։ Լավ, անրին չէ, շատ արագ է, հստակ անին, արագ է։ Ապրես, Շատ արագ է։ Արի կողմից եմ ես։ 2-3 աղջնակներ, մի հատ գնել քնեղվել են կարծես տենին։ Եկեք տեսնեմ, եկեք ինձ մոտ։ Okay, դրոշներով են անցակ հաջորդ փուլ շնորհավորում եմ։ Բնեցի։ Ոչինչ, մի նեղվեք։ Բայց դուք շատ խելացի եք խաղացել ու շատ արագ եք վազել։ Մալադեց։ Բավականի շատ մասնակիցներ են անցած սպասման ռեժիմ։ Մի ազգ մարդ։ Եկել եմ։ Վերջին փուլ, պատրաստ ես։ Ոչ շատ են, դրոշակները քիչ են։ 1 2 գնաց։ Են Oppa, մնա։ oppa, oppa, oppa. Վայ, Մի անգամից վայ, Արի։ Ինադու չայց, գսեն վազելուց կապավ երկուսին գետնով տվեց ինքը դրոշակը վերցրել։ Արի գնանք։ Չլոցես, Եկեք, հələ եկեք բացատրեմ ինչա տեղի ունեցել աղջիկներ, եկեք ինձ մոտ։ Ուրեմն մեր երիտասարդը անունը նայեք, վահեն վազում է, կպտում է մեկից հետո մյուսից ձեզ գետնով է, պատինադու չի անում, վազելու, ձեզ գետնով է տալիս, եղեք դուք սպասման ռեժիմում եք, ինքը հանկարծակի են անում, որ ձեզ կպավ, նորմալ եք, ձեզ շնորհավորում ենք, դուք սպասման ռեժիմ, դուք անցնում եք հաջորդ փուլ, շնորհավորում եմ։ Սպասման ռեժիմ անցած մասնակիցները արդեն եկան մեզ մոտ, այս պահին ունենալու են նրանց համար նախատեսված հատուկ խաղ։ Ես գիտեի, որ շատ են դուրս գալու առաջին փուլից, դրա համար ունենանք եւս մեծ խաղ նրանց համար։ Գնացինք սպասման ռեժիմ, որը կարելի է նման է երկրորդ փուլի։ Ճիշտ ասած, թիմի հետ քննարկեցի, ռեժիսորի հետ քննարկեցի, մենք սպասման ռեժիմի այլ խաղ էինք պատրաստել, որը նախատեսված է 20 հոգու համար։ Դե հա, այստեղ շատ են։ Համար որոշեցինք, որ տվյալ խաղը նորից խաղացնենք այս հրաշալի երեխաների համար, նայ, որտեղ իրենք շատ են սպասել։ Պետքա թույլ տալ իրենց հնարավորություն պայքարելու համար։ Այնքան լավերը կան, նենց սիրունները կան, սիրտս չի տալիս։ Բոլորն են սիրում։ Հա։ Բոլորն են սիրում։ Ուշադրություն։ 1 2 3 Այ ապա խելաց է, տես նայն ինչ արագ այս տղաներն են։ Օպա, աղջիկներ վերցրել։ Լավեր, եսա պետքա գնան տուն։ Մեկը մյուսին գրկել է, արդեն իրանք իրար ընկերներ են դարձել։ Եկել եմ։ Շա դու կարող Ինչի նեղվի։ Ինչի ուզում վազեի։ Ինչ։ Ես չի ուզում վազեի, միամիտ հետ գնայիր։ Մեր Լիան Երևանից եկել է, հուզվել է ու չգիտեմ ինչ ասեմ, սիրտս չի տալիս, արամ դու ասա։ Դու էլ մնացել եմ։ Երեխեք, բայց ես ձեզ հարց ունեմ։ Ասեք, որ ամեն ինչ արդար է։ Մենք հնարավորությունը տվեցինք։ Բայց ես չի ուզում վազեի միամիտ եղավ։ Ոտքերդ են մեղավոր։ Ախր նայի, տեսնում ես սկզբում հիմնականում ֆիզիկապես են բոյով արագ տղաներն են վազում։ Սպասեին մի քիչ։ Ինչու՞ կանում։ Ես տեսա իր կողքեր վազում, ասի շուտ գամ, էներ իրանք ինձնին շուտ հասա։ Ես շատ ափսոսում եմ իմ կուկլաներ, նա ձեր անուններն ասեք։ Նատալին եւ Լիա։ Նատալին եւ Լիան առաջին մասնակիցներն են, որ լքում են Arm Games Kids-ը։ Դու էլ արի գրկե, մի նեղվի, խնդրում եմ։ Ես ուզում եմ մի հատ եմ խաղալ։ Դե տես քեզ հնարավորություն տվեցին մի հատ խաղալու, ոչինչ, մի նեղվի, всё։ 1 2 3 Օ, շատ լավ է, շատ լավ է։ 055-ը մենակ աստ է։ Անկամ ճիշտ են խաղացել։ Նայ, ազատ,
Գործունես, դուրշի։ Խելացի։ Այո։ Ինչի եկել է ուրիշին նա փորձը վերցնի Ազատը թողած։ Խելացի աղջիկ։ Տես, սա քո շանսներ, որը երկրորդ անգամ տվեցին ու Պարոն ի՞նչ է։ Էլեն դու հրաշալի օգտագործեցիր քո շանսը։ ապրես։ Բոլոր դրոշակակիրները անցան հաջորդ փուլ, ապրեք։ Բայրան Դուք էլ ապրեք։ Հա, մոլոդեց արա։ Անտեղ ունեն Ես գերիտասարդ։ զարմացած եմ, Արամը բարի է։ Նախավերջին փուլ։ 1 2 3 Բաբականի շատ Բավականի շատ մասնակից դուրս մնաց, բավականի շատ։ Սա իմ գեյմս քիցն է, սերներս իր էմոցիաներով հանդեց։ Երեխեքը շատ են դրոշակները քիչ։ Վերջին փուլ, 1, գծից հետ, Խնդրում եմ, պոճուր, գծից հետ, 2, 3 Անտի, Լավ ես քեզ, Հա։ ուրախ ես, որ երկրորդ Հայ, չանս ես ունեցել։ հայ։ Յո, գնաց, մի հատ ռեպ ասա դե։ ինչ ասեմ։ Ռեպ։ Rap. I see no changes. Can you want it more on the ass myself? Cause I go wanna ask myself. Նայեք ջիգարն է, դուք են 13 մասնակիցներ եք, մի քանիստ էմոցիա գնացին, ովքեր լքում են ARM Games-ը, բայց տուն գնալուց առաջ հաստատ գիտեք, որ դուք ձեր լավագույնը ներդրել եք, հաստատ գիտեք, որ դուք պայքարել եք, այդ համար ես ձեզ շնորհավորում եմ, որ դուք եկել եք, փորձել եք, այսօր չստացվեց։ Հիացած եմ, չգիտեմ, ես ճիշտ մարդու եմ ընտրել երևի, բայց բոլորին հավասար ուժերով ուրախացել եմ, բոլորի համար տխրել եմ, բայց ես մեկը չգիտեմ, ես ուրախ եմ, որ իրան երկրորդ շանս ենք տվել, իսկ դուք ուրախ եք, որ իրան երկրորդ շանս ենք տվել։ Այս խաղը շահած է, որովհետև արդեն կարճ ժամանակահատվածում բոլորը ընկերացել են, չեն եկել ստեղ խաղը կրելու համար, այլ իրար բալետ անելու։ Մինյոն, իմ ամենասիրելի խաղն է, սա այն խաղն է, որ բոլոր նախագծերում ARM Games-ի եղել է, կա եւ կլինի։ Իսկ ամենասիրելի խաղն է, որովհետև ես երկու անգամ պատմել եմ։ Միշտ դուրս ամնում։ Բայց հիմա տխուր եմ նրա համար, որ ես հնարավորություն ունեցել եմ հետ գալու, իսկ երեխեքը չունեն։ Ոչ, սպասման ռեժիմ կոնկրետ այդ փուլում չի լինելու։ Ճիշտ է, գիտեմ, որ բոլորը գիտեն այս խաղը, բայց ամեն դեպքում բացատրենք խաղը։ Բոլորիս կողմից արդեն ճանաչված եւ սիրված խաղ Hey խմբեր։ Հիշեցնեմ, որ հնչելու է թիվ, որի ընթացքում մասնակիցները պետք է ձևավորեն թիմեր եւ տեղավորվեն զոնաներում, ովքեր որ չեն հասցնում, լքում են նախագիծը։ Ամեն ինչ բարձ է։ Այո, ինձ թվում է այստեղ կոնկրետ մորթոցի է գնալու։ Պատրաստ։ Հնչեց 8-ը։ Չակատա, ազա։ Վայ։ Մեր երկու կողմից կանչում են իրար։ Վայ։ Սեղ 9 հոգի եք արդեն, դուք ավելի վատ ձեզ համար, կանգնեք։ Որ մատեմից լավ լինեք, մի հոգու կհրավիրեիք, 7։ Ստեղ ճիշտ է։ Ստեղ ճիշտ է։ Ստեղ ճիշտ է։ Ստեղ ճիշտ է 8։
Այստեղ ճիշտ է 8 Անդրի ջան 8 ճիշտ Անցել եք Անցել եք Նայք Հետո ձեզից մի մասնակիցը գոնե գնար այնտեղ մի անգամից 8 մասնակից կանցներ, բայց այս պահին մի անգամից 15 մասնակից լքում է Arm Games-ը։ Չէ, օրի մոտս։ Սա է խաղը։ Չէ, մի լացի, մի հատ լացի։ Քանի ինչ ես լացում։ Ինչ ես լացում։ Ախր դու հաշվարկից լավ չես տեսնում, որ դուք շատ եք, կարող ես գնալ այն մյուս թիմ, այնտեղ օգնես։ Նեղացավ գնաց։ Սա մրցույթ է, սերները, սա մրցույթ է, որտեղ այս ֆանտաստիկ հմայիչ, ֆանտաստիկ տրամադրություն ստեղծող վերաշքները լքում են Arm Games-ը, հələ նրան նայք, են արտիստին նայք, հələ մատ բրեկի շարժումը աթող տենան։ Հələ, դեք ինչ պարողի տղա է, հələ նայք, սա նայք ինչ է անում։ Շոու է անում։ Այստեղ, դավայ, նա սիրուն հեռացի նախագծի, սիրուն։ Ծապերը գնաց, ծապերը Ոպա Ես ուզում եմ, որ մեր հեռուստադիտողներն իմանան, որ մեր լեգենդար բրեկեր ամենաուժեղ հիփոփ պարոններից մեկի Սարգիս Անդրեսյանի որդին է։ Կրծանունդ ո՞նց է չեմ հիշում։ Գարիկ Տիկնակ է պարոնայք Գարիկ Անդրեսյան, այսեն սիրուն հեռանում է նախագծից մեր կարասավչիկը։ Իսկ մենք շարունակում ենք։ Պատրաստ։ Ես ուր եմ ասում։ Վայ, էլի աշոտաժը սկսվեց։ Վայ, մամա։ Էստեղից եկեք մեկը, արի, տանեմ քեզ ընդեմ։ Հոպա։ Քուր ու ախմեր են, քուր և եղբայր են։ Քուր և եղբայր են նրանք։ Արի մոտս։ Ախր ես տեսնում էի, որ այնտեղ մեկը պետք է, ասեցի թող գնա, չհասցրեց։ Հլարի, հլը բարձացի մի հատ, հլը բարձացի։ Քուրիկը քո տեղը կկրի։ Ես այս էմոցիաները հասկանում եմ, ես էլ նախ պարտվել չեմ սիրում, ես էլ մինյոն։ Առաջին անգամ սիրտդ կոտրվեց, չէ։ Դե մի բան լինի, էլի արամ ջան։ Չեմ կարա մեկ անեն, նայ միշտ էլ ալացում, ոնց անեմ, մինյոն։ Դե այստեղ ընտանիք էր։ Որտեղ էմոցիաներ կա, չէ, մամա տարբերություն կա, երեխան մինիմա երեխա։ Արամը շատ սառնասիրտ է, կապ չունի, երեխաներ են, թե ինպես մեծահասակներ։ Շատ նեղվեցի։ Շարունակում ենք։ Ամնոտ ինչ է։ Ամալի, որտեղ ես Ամալի։ Ես Երևանի։ Երևանից, մատ քեզ կարելի է գրկել, ինձ գրկել։ Դե հաջողություն Ամալի, դու լքում ես Arm Games-ը։ Լրիվ մինյոն եք։ Իսկ դու գիտես, որ մինյոնը ֆրանսերեն նշանակում է cute։ Լրիվ cute եք։ Cute-իկներ։
Ստեղ 8 Ստեղ 9 Ստեղ 7 Երկու մի անգամից մեծ խումբ դուրս է գալիս 9 Ինչ է այստեղ կատարվում Այս երիտասարդը զիջում է, դուրս է գալիս, որ 9 հոգյաններ Անունդ Գորջան, ամեն դեպքում դու հեռանում ես չպարտված Լավ տիքսենք բոլորս Գորը հեռանում է, որտեղ իր տեղը զիջում է, որպեսզի մնացած 9 մասնակիցներին հասնեն Հուսով եմ գոնե իրանցից մեկը կհաղթի, որ դու ասես, ահա արժանի էին նրանք Կապար են Գորին ճանապարհ են, կապ են Գոր Ես ուզում եմ այս լույսավոր խարիզմատիկ կերպարներին ծափարենք, որտեղ իրանք բոլորով լքում են Arm Games-ը Նայեք, նախ ես մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, որ բոլորդ ֆանտաստիկ աշխատել եք, ամեն մեկը փորձել է իր լավագույնը անի, բայց սա մրցույթ է, բոլորս դա գիտակցում ենք, չէ՞։ Ընդամենը այն թիմում մեկ հոգու պակաս էր, եթե չեմ սխալվում։ Այո։ Սիրելիներ, ես բոլորիդ գրկում եմ ու ասում եմ, որ այս պահին դուք լքում եք Arm Games Kids-ը, մի հատ ինքներդ ձեզ սենց բոլորիդ սենց հացած գրկեմ, մեկ առ մեկ գրկեմ, սենց բոլորիդ գրկեմ Խնդրում եմ, էլի, այս մեկը ես ասեմ, էլի Շատ եմ խնդրում, ասում ես, չէ Երեխեք բոլորդ ինձ լսում եք Բոլորդ ինձ լսում եք 100% լսում եք Դուք բոլորդ հաջորդ փուլում եք Այո, բոլոր մասնակիցները անցան հաջորդ փուլ, մինչ այսենց էմոցիաները Ես միշտ տարած անունն բառն եմ մոռացել ունից, մենք ասում ենք երրորդ խաղին։ Ամեն ինչ ահավոր լարված էր անցնում, բայց մինչև խաղը մտածում ենք դժվար է լինելու, մեր ընկերներից որոշները լքելու են, բայց քանի որ ունեցանք ամուր թիմ, ըստ թիմի, երբ որ լինում է թիմը ուժեղ ու լինում է թիմային աշխատանք, շատ քիչ հնարավոր որ դուք պարտվես։ Ես ունեի ամուր թիմ ու իմ թիմի օրոք ես հաղթեցի այդ խաղը։ Հաստատ այս խաղում ամենակարևորը լինի ամուր թիմ, ունենանք թիմային աշխատանք ու տենց ավելի հեշտ կլինի։ Բայց եկեք որ համաձայնենք, որ մեր թիմը ամենաշատը տուժվեց։ Երկու խաղում են, երկուսն է տուժվեց։ Դե հա, երեխեք կային, որ իրենց թիմին դավաճանում էին, կամ հակառակ ուղղակի ուրիշ տեղերից գալի բրցում գցում էին, այդ դրանց հետ պետք է հարմարվենք, որտեվ ամեն տեղ էլ տենց երեխեք հաստատ լինելու։ Բայց ավելի ճիշտ կլներ, որ ասենք, եթե 9 հոգի է, մի հոգուն հանեմ, որովհետև եթե այդ մի հոգի մնա, բոլորը դուրս կհելնեին։ Լավ, եկեք տեսնենք հաջորդ խաղը ով կգրի։ Եկեք։ Մեզ լավ խաղ։ Գնացինք։ Սովա, Ալեքս, վայելում ես, հա? Այո, մենք գժական գործընկեր ունենք ու վստահ եմ, որ ասեմ, որ նկարահանման ժամանակ անընդհատ կորցնում ենք տղաների մասնավորապես, որտեղ գալիս են այս խաղային զոնա, որտեղ Վեգայի խաղային աքսեսուարն է դրված ու ասեմ ավելին, Վեգան ներկայացված է խաղային աքսեսուարների մեծ տեսականի։ Գործող ակցիաներին եւ ապրանքատեսակներին կարող եք ծանոթանալ Vega AM on-line հիպերմարկետում։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ Vegan կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցն ունի Հայաստանում։ Ալեքս, գոնե հաղթում ես, որտեղն ես։ Երրորդ։ Լավ, արի, խաղը սկսում ենք։ Արի, գնում ենք բասկետբոլ խաղալու։
Շատ լավ։ Չհաշված սպասման ռեժիմի խաղը այս պահին մեզ մոտ երրորդ խաղն է սկսվում կամ երրորդ փուլն է սկսվում, որը կոչվում է basketball։ Bowl։ Բացատրենք խաղը։ Մասնակիցները բաժանվել են 4 թիմերի։ Այս փուլից լքում է միանգամից 2 թիմ։ Երկու այն թիմերը, ովքեր առավելագույն միավորներ կվաստակեն, անցնում են հաջորդ փուլ։ Ասեմ, Մինյոն, սա քեզ դուր չի գա։ Ես արդեն կոփվեցի իրականում։ Բայց լավ բաներ եմ ընդհանրել որ արել։ Դեմ երկու հատ։ Դե հետ եմ ասում, արդեն նայելու եմ ռեալ խաղին, բոլորի հետ, որովհետև մտերմացա, արդեն բոլորին սիրում եմ, բայց դե պետք է նայենք։ Ով է հաղթի, այո, համաձայն։ Այո։ Ուրեմն, սիրելի մասնակիցներ, մեզ մոտ մենք բաժանվել ենք գույներով։ Օրանժ, որը հենց առաջինը կսկսի, երկրորդը կարմիրը, երրորդը կանաչա դեղնագույնը, չորրորդը կապույտը։ Լավ լուր ունեմ, որ երկու թիմ անցնում է հաջորդ փուլ, վատ լուր ունեմ, որ երկու թիմ թռնում է այս խաղից։ Էս էր քո վատ լուրը։ Այո։ Քեզանից ամեն ինչ սպասելի է, այդ իսկ պատճառով ես չեմ տխրում այս անգամ, թող տխրեն պարտվողները։ Ուրեմն, առաջինը գծում է օրանժը։ Հաղթում է այն թիմով 5 անգամ, առաջինը կնետի գնդակը զամբուղի մեջ։ Օրանժ։ Կտրեմ, առաջին նետողները միշտ լավ խաղացողներն են, բասկետբոլ, բայց չնետեց։ Կարմիրներ։ Շեղեր կարմիրների մոտ։ Օրինակի համաձայն կապույտ թիմը, եթե հերթականությամբ 5 հոգի մասնակիցները սկզբից նետեցին գնդակը։ Հաղթում են։ Այն վերջինները էլ չեն խաղում, ու անցնում են հաջորդ բայց փուլ։ Ուրեմն լավ էլ կա, լավն էլ կա այս խաղի մեջ։ Բայց նայ չեն կարելի։ Դեղնականաշներ։ Կարա։ Չեմ հասկացել գույնը։ Դավայ, ձևիչկում այա։ Նորից ստացվեց։ Կապույտ։ Եվ նորից ստացվեց։ Երկրորդ շրջան։ Հիմա նորից սկսում են։ Օրանժ, Վարդանյան, Քոչարյան։ Համարյա։ Այո, եւ GoPro-ն, որը մենք ամրացրել էինք, վիրավոր է։ Կարմիրներ։ Տեսնենք։ Շատ վատ նետում էր, արված էր։ Ասեմ, որ այս երիտասարդը նետում է, ընկերոջս որդին է։ Ճիշտ է, ես հիշում եմ իրեն։ Բայց նա ամեն ինչ գեղեցիկ Այո, արեց։ եւս GoPro-ն վիրավորվեց մեկ։ Կապույտ։ Եվ ունենք առաջին միավորը։ Առաջին միավորը։ Առաջին միավորը։ Դե բոյով տղա էր, հալալա։ Okay, օրանժ։ Բաբականին են նետում, բայց չի ստացում։ Ուշադրություն դասնենք, որ իմ տղան է նետում։ Արի, քեզ տեսնեմ, խնդրում եմ։ Գնաց կարմիրներ։ Արի։ Եվ նետեց։ Այո։ Ես շատ եմ սիրում։ Դե ես փոքր ժամանակվանից այդ բասկետբոլ եմ պարապել սուտ։ Կանաչա դեղին։ Շատ հեռու է, Այսեն շատ։ ձայն եկավ։ Մի փոքր պետքա ուժեղ նետել։ Կապույտներ, Ալեքս։ Փոքրամարմին տղա է, բայց ինձ թվում է դա կապ չունի։ Լեզուն տեսնես ինչ երկար է։ Ալեքս, պասի։ Ստեղ ասում են դու փոքրամարմին ես, դու համաձայն ես դրա հետ։ Ոչ, հիմա հակառակն ես ապացուցում։ Կարողանաս նետել գնդակը։ Պասի, գնաց, Ալեքս, ապացուցիր։ Եվ ապացուցիր։ Ասեցի չէ, թող նետածը երկար լինի, այո։ Արդեն կապույտներն ունեն 2 միավոր։ Օրանժ։ Դուք պատկերացնում եք 5, օй, շատ հեռու է, շատ հեռու Էլի է։ սայ ձայն եկա։ Կարմիրներ, աղջնակ է նետում։ Էլի լավ նետում չէր, ամեն դեպքում լավ նետում չէր։ Այստեղ տեսնենք, Կանաչա դեղին։ այս տղան մեր պարող Ռոբերտի աշակերտն է։ Օպա! Խոսքը վերարս մեջ։ Ռոբ Սայլի նկատ։ Այո։ Այո, ընկեր Ռոբ, ձեր երիտասարդ Այո, ձեր աշակերտը իրեն շատ լավ ներկայացրեց, ձեր պատիվը բարձր պահեց։ Իսկ լավ չի որ գնդակը, ես ճիշտ էի։ Օրանժ։ Այո, աղջիկները ստացին թույլ նետել։ Կարմիրներ։ Օպա։
Չուդարեն։ Այս ինչ է։ Կարմիրների եւ ընդհանրապես այսօրվա մեր խաղի ամենաբարձր ասակ տղան չապալախեց գնդակին եւ Կարմիրներն ունեն 2 միավոր։ Փոքրիկ է մարմնով, բայց նա ինչ հայացք ունի։ Անունդ։ Արա բոլոր Ալեքս ջան, մի հատ Ալեքսների պատիվը բարձր պահի։ Ես շատ եմ ուզում որ Ալեքսը։ Բայց լավ էր։ Բայց ինչ հայացք ունեն։ Կապույտներ, գնաց, հələ ինչ գեղեցկույան է տողը։ Դե մի հատ ընկիր։ Ընկիր։ Ես երևի սխալ ասեցի, պետք է ասեի գնդակ այն կներ։ Kick back when you fake like that. Head out of the game, I don't play that fact. Won't you let me go? No, you never come back. Oh yeah! Kick back when you fake like that. Head out of the game, I don't play that fact. Won't you let me go? No, you never come back. I'ma be the best that you never had. I'ma kick back when you fake like that. Head out of the game, I don't play that fact. Won't you let me go? No, you never come back. I'ma be the best that you never had. I'ma kick back when you fake like that. Head out of the game, I don't play that fact. Won't you let me go? No, you never come back. I'ma be the best that you never had. Ուրեմն Կարմիրների թիմը թերա գնահատել է 057 համարի մասնակցի անունը Լուսինի, հիմա բոլորը հետ են գնում։ Հիմա նայեք Լուսինեն ոնց է նետում։ Կապիտանը հաջող փուլում են։ Կապիտանը հաջող փուլում են։ Այո։ Նորավորում են դուք հաջող փուլում եք։ Հիշեցնեմ, եթե Կարմիրները գցում են, Կարմիրները հաղթում են, դեղիններն ու օրանժները դուրս են մնում։ Նորից Վարդանը չի վրիպում։ Շարժություն։ Հայ։ Ոչինչ։ Ես Կարմիրները հաջորդ փուլում են։ Վաու։ Արիս անցավ հաջորդ փուլ։ Ես եմ ասում, Արամը չի ասում, ես եմ ասում։ Օրանժները եւ դեղինները լքում են Arm Games նախագիծը։ Անրին ու Վարդանը ընկերներ են, ֆուտբոլ են միասին խաղացել։ Վարդանը բայց միայնակ էր պայքարում։ Հա, Վարդանը հերոսն էր նարնջագույն թմի։ Բայց երկու միավոր ունեին, երկուսն էլ իր շնորհիվ։ Ուրեմն ես ուզում եմ ներկայացնեմ սիրելիներս։ Մարդ, որին 12-13 տարի հետո բոլորով պետք է ընտրենք։ Վստահաբար։ Մերսի շատ։ Արդեն կարաս կարգախոսդ մտածես։ Կամավոր Գևոր Արծիվ։ Կամավոր Գևոր Արծիվ։ Ինքը վաղուց է տրամադրվել փաստորեն։ Ես տորավորում եմ դուք արդեն անցաք 4-րդ փուլ։ Այո, Վարդան Արտուրովիչը միջևեջ պայքարեց, երկու դիպուկ հարված արեց, Լեո Աշոտովիչը պայքարեց, բայց դա բավական չեղավ։ Երեխեք, բայց ասեք որ հավես է, չէ՞։ Անկեղծ ասեք որ էլի որ լինի ամպրոն կուզեք գալ։ Բոլորիդ համար իմ բեռնախցիկում պահել եմ Squid Game զովացուցիչ ըմպելիքներ։ Այո, մինյոնն են հաղթողների մոտից միացավ մեզ։ Ես եկել եմ, երեխեք։ Երեխեք ջան, հեսա զովացուցիչ ըմպելիքները ձեզ կտան, կզովանաք ու կգնաք տուն։
Սա մատիկ բոլոր այդ գրկեմ, էլի սենց գրկեմ, սենց կամ սենց նեղված մի հատ գրկեք, իսկ նեղված։ Լավ կատակ եմ անում։ Երեխեք ջան, ապրեք, պայքարեցիք, աշխատեցիք, գոհեք ձեզնից, որ ամեն ինչ այլ եք։ Arm Squid Games ովացուցիչ շփելիքներ արդեն մեր այս դեպքում պատվող մասնակիցների մոտ է, մացած այդ չխկոցը ձենը լսենք։ Անուշ երեխեք ջան, իսկ մենք շարունակում ենք, մեզ մոտ գալիս է 4-րդ խաղը, ամեն ինչ շատ թեժ է լինելու։ Երեխեք, իսկ դուք սիրում եք սուշի։ Շատ։ Իսկ կարողանում եք փայտիկներից օգտվել։ Պատրաստ եք միասին ուտենք Da Vinci այս հրաշք սեթը։ Դե գնացինք, փայտիկները վերցնում ենք։ Իսկ ես ուզում եմ տեղեկացնել, որ Da Vinci սուշի առաքումը ձեզ սպասացնել երկար չի տա։ Այնպես որ կարող եք վայելել սուշիները թարմ վիճակում։ Իսկ հիմա մենք ենք վայելում։ Որը։ Համովեր։ Տես վստահում եմ։ Da Vinci սուշին ավելի շատ։ Շատ դժվար փուլ ենք խաղացել, այս փուլում դուք հիշես Arm Games-ի կիսաեզրափակիչից, երբ մեկ հոգի լինում է օդում, աթոռակի վրա ամրացված, Այստեղ էլ է երեխեքի շահագործելու։ Չէ, երեխաներին չի կարելի, բայց ասեմ ինչ է կատարվում։ Մի թիմում տղաները շատ են, մյուս թիմում քիչ են։ Իրենք մնացել են հենց նույն թիմերով, քիչ առաջ երբ որ նրանք հաղթեցին բասկետբոլի ժամանակ, դե համար ես ասել եմ որ այս թիմից դուրս է գալու տղա, այս թիմից աղջիկ, մինչև որ նրանք կհավասարվեն։ Ինձ թվում է իրենց տարիքային Չէ, տղաները մի փոքր ամեն դեպքում մտածում ուժեղ են։ Դե ինչ, գիտեք խաղը, վստահ եմ, բայց բացատրենք խաղը։ Խաղը կոչվում է պահիր թե կարող ես։ Մասնակիցները բաժանվել են երկու թիմի, ընտրվել է մեկ մասնակից, որին պետք է պահեն մինչև վերջ։ Ընթացքում մասնակիցները թողնելու են պարանը։ Որ թիմի մասնակիցով կախված է օդում չհպվի գետին, այդ թիմն է ճանաչվում է հաղթող։ Ես շատ ուրախ եմ, որ Արամը ամեն ինչ կազմակերպել է այնպես, որ ամեն ինչ արդար լինի։ Միշտ իմ կողմից կազմակերպված արդար լինում, թե ինչպես են դրա այդ վարվում մասնակիցները, դա արդեն իրենց խնդիրն է։ Սիրելի մասնակիցներ, ասեմ, որ երբ որ ասում եմ բաց է թողնում մասնակիցը, շատ արագ պետք է այդ որոշումը կայացնեք։ Շատ արագ, որպեսզի հավասարությունը լինի։ Պատրաստ, բարձրացնում ենք մասնակիցներին վեր, երկու հավասար քաշով պատանիներին պատրաստել ենք, մի տեղ աղջիկ է, մյուս տեղը տղա, բայց երկուսն էլ հավասար են։ Քաշով հավասար են։ Քաշով հավասար են, բայց կշռեցի նրանց։ Ոնց որ թե ուղղակի տարբերությունը հասակների մեջ է այս լարերի։ Նույն քաշն։ Լավ, հասկացա։ Անունդ Արտուր, ո՞նց ես Արտուր ջան։ բոմբի նման, Վստահում ես թիմիդ։ ավելի քան։ Ապրես, հələ տեսնենք այս հրաշքը։ Վստահում ես թիմիդ, հա։ Հա չէ։ Կարան ըստ Թե ուզում ես։ Ուզում եմ կրեն։ Հասկացա։ Ջորջան, մենակ պոնչոյի վրա եք թողել ստեղ։ Դեր դիմանում են։ Հիշեցնեմ, որ հերթականության մասնակիցները դուրս կսկսեն գան։ Ուշադրություն։ Ամեն թիմից մեկական մասնակից պետք է բաց թողի։ Ձեր մոտից աղջիկ, ձեր մոտից տղա։ Ահա, լեգենդար։ 60-ը մի անգամից հրաժարվեց։ Բայց նրանք ուշացնում են ուրիշ մարդ։ Ասում են աղջիկ։ Ահա։ Այդտեղ արդեն գերացքույն մի հոգի ավել են իրենք դրա համար։ Ամեն թիմից մեկական աղջիկ։ Աղջիկ։ Ես երկրորդ անգամ։ Նորից։ Ոնց եմ սիրում սենց թմոյին աշխատանք, որ իրանք են ընտրում ով դուրս գա։ Շատ լավն է։ Հրաշալի աշխատանք է։ Ստեղ 1, 2, 3, 4 Ոյ։ Հավատում եմ ձեզ։ Ամեն թիմից մեկական աղջիկ։ Նրան ինչ որ հանգստանում է։
Արին։ Չի բռնել Արին։ Արին խաղի մեջ է, գնում է, գալիս է, որոշում է, հետո նորից գնում բռնում է։ Մատ վերջի մասնակցի հետ եմ ուզում խոսեմ։ Դու որոշել ես այդ վերցնես քո վրա ետնամասի ուժը, հա, թիմի։ Եթե բոլորը դուրս գան, չէ։ Գնադեր մնացած են պահում, որոշել են հենց որ իրանք հոգնեն։ Հասկացանք։ Ուշադրություն։ Այս թիմից տղա է բաց թողում։ Այս թիմից աղջիկ։ Հիմա արդեն հավասարվեցին, մասնակիցները հավասարվեցին, հիմա ամբողջովին հավասար խաղը սկսվում է, բավականին լարված է, երիտասարդը շարժվում է չհասկանալով, որ դրանով խանգարում է իր թիմին, որ պետք է ընդհանրապես չշարժվի։ Ուշադրություն, ամեն թիմից մեկ աղջիկ։ Մեկ, երկու։ Գնանք տեսնենք ոնց են։ Հա, ոնց եք երեխեք։ Քո անունը ինչ է։ Մանեմ։ Մանե, քո անունը։ Ինեսա։ Ինեսա։ Վիկտոր ֆուտբոլիստ ես։ Հասկացա։ Մարմին Ալեքս։ Եվ Ալեքսը կանքակեր։ Գնացինք այնտեղ։ Ինչ է քո անունը գեղեցկուի։ Մանե։ Աղջիկ ջան, հələ մի հատ Արի։ Անունդ Արեգ։ Դու ես ֆուտբոլիստ Արեգ։ Բոլոր ֆուտբոլիստների մազերը գանգուր են, չէ՞։ Ձեր անունը Լիլի։ Հրաշք Մարկ։ Սուսիկ նով եմ։ Այս Սուսիկ այսօր քո ծնունդն է լինելու։ Հոպա, ուրեմն պետք է տորտ պատրաստենք Սուսիկի համար։ Շատ լավ։ Պատրաստ։ Աղջիկա ելնու։ Արա ջոգար որ փողում եմ։ Մեկ աղջիկ ամեն թիմից։ Արամը հատուկ ժամանակը ձգում է, որ երեխեքը հոգնեն։ Այստեղ վիճում են թե որ դուրս գա, ըհը։ Մեկը մյուսին զիջում է, ինձ շատ ա դուր գալիս այդ փաստը։ Շատ լարված է։ Շատ լարված է։ Քննարկում եք, որ տղան է բաց թողում 10 վայրկյան ժամանակ, տղա է բաց թողելու։ Տղա։ Այստեղ 3 տղա են, այստեղ ըհը, բաց թողեց։ Ստեղով է բաց թողելու։ Բաց թող։ Ոնց չեմ կարա պահել։ Այստեղ 2 աղջիկ են, թե հավասար են ուժերը, 1 աղքան աղջիկներ եւ 2-ական տղաներ։ Արի մոտ ինչ-որ հետաքրքիր խաղ, հաթաթել է պարանը իր վրա ու նստել է հատակին։ Ամբողջ մարմնով ձգում է հետ։ Արա բռնեք։ Ամեն թիմից մեկական տղա։ 1, 2, 3, թողեք։ Լարված են 2 հոգի, մի աղջիկ տղա։ Ինձ խի է թվում, որ աղջիկա թիմը թիրանում է։ Ինձ ինչի է թվում, որ Անին ընդեղ ընդհանրապես չի պահել։ Մեզ դու վարձեց ստացա։ Ինձ թվում է գնաս ասես, որ ինքը թողել է ամբողջ աղջկա վրա։ Մենք եկանք Արին ասենք, որ դու պետքա ավելի ուժեղ ձգես, որովհետև կողքից տպավորություն է։ Թե զգում եմ։ Շատ դժվար է, ես մտածում եմ աղջիկը բաց թողի թե տղան։ Արին ամբողջ մարմնով ձգում է պարանը։ Փաթաթել է իր փորի վրա ու ամբողջ մարմնով ձգում է։ Կարելի է։
Թշնամին տնից ա լինում, արամ։ Նա ինգնում, դավայ։ Հելա, մեջքը ցավում։ Բայց նույն ստրատեգիան ունեն։ Ինձ թվում է աղջիկներին թողնես, տղաներին հանես, աղջիկները իրար հետ մրցեն, որովհետև տղաներ ուղղակի նստել են։ Պատրաստ։ Հետ են գնում բոլորը։ 5 հաշվից 5-րդ հաշվարկի ժամանակ պարանը պետքա թողի ամեն թիմից որևէ տղա։ 1 2 3 4 5 Թող, 1 թող։ Դավայ, իպես արա։ Անի մի կպի։ Ես եմ մեղավոր։ Նեք իրար։ Ինչ էմոցիաներ։ Ինչ էմոցիաներ։ Սիրելիներս, դուք գժական պայքարեցիք։ Գժական։ Դուք իրականում ստեղից յուրաքանչյուրդ արժանի եք այսօր ճանաչվելու, յուրաքանչյուրդ արժանի եք այսօր դառնեք Arm Games Kids-ի հաղթող։ Վերջի վարքյանին ես մի հատ ուզում եմ բոլորը շնորհավորեմ, դուք ոչ մեկը չեք պարտվել։ Դուք այսօր գերազանց թիմային ու անհատական աշխատանք եք կատարել, մի հատ ձեռները բերեք, նեղված բերեք։ Երեխեք, ապրեք։ 3, 2, 1 Որովհետև Արտոններ շնորհավորում են։ Սիրելիներս, արդեն կտեսնվենք հաջորդ Arm Games-ի ժամանակ, պատճում եմ բոլոր։ Ապրեք շատ։ Այսենց գեր էմոցիա շատ կայֆ անցել։ Նույնն արի։ Բայց լավ մտածեցի, չէ՞։ Արա չգիտեմ, բայց ես իրանց հետ հավասար եմ, վերջի երկու աղջիկների հետ հավասար։ Աղջիկը վստահ էր, ասեց հենց տղան թողեց, ես վստահ էի, որ կկարողանամ ակնոցներով մանել։ Երկու նա կան չի էլի մանեն։ Մանե ջան։ Այդքան ուժ քո մեջ որտեղից։ Չգիտեմ։ Ինձ թվում է դու ամբողջ ժամանակ պահել ես։ Մենք տեսել ենք գնահատել։ Ոքի չէի կարան թողի։ Սա նայում են ընդամենը վերջերս Arm Games նախագծի մասնակիցները, որ բողոքում են, նայեք ոնց է լինում մենակով վերջում են պահեց ու հաղթել։ Չան զո թիմը շատ լավ, թիմային գոլ։ Մենակ դու չէիր, իրական թիմը շատ լավն էր, բայց դու ապրես մոնից հաղթես։ Իսկ մեզ մոտ գալիս է շատ լարված փուլ, խաղը կոչվելու է քաշքշուկ։ Ուրեմն ինձ հետ 14 գժական մասնակիցներ են, 14 ֆանտաստիկ մասնակիցներ, որոնք անցան հաջորդ փուլ, եկել ենք ամենավերջին փուլերին։ Նայ, քանի որ մեր նկարանում արդեն մոտենում է ժամը 12-ին, մի քանի րոպեից մենք ունենք մարդ, ում ծննդյանօրն է, Սուսիկի ծննդյանօրն է, մի հատ Այս ֆանտաստիկ տոնական տրամադրությունը սեղանը մեզ համար պատրաստել է Sirius Cake Factory-ին, ես ուզում եմ մի հատ բարձր ծափարենք ու հեսա տորտն անգալի տորտը։ Հիմա Սուսիկը երազանքապահում ու փչում է 3 հաշվից։ Ասես PlayStation 5-ը։ Давай, ուժեղ, շնորհավոր։ Սիրելիներս, երբ խոսքը վերաբերվում է տորտի կատարումին եւ նրբագեղ ձևավորմանը, անունը մեկն է՝ Sirius Cake Factory։ Բայց ես մի հատ մաղթանք էլի, Սուսիկին մեր ինձ թվում է բոլորի մաղթանքն է գլոբալ հաղթանակ շատ տեղերում, ոչ միայն այստեղ։ Դենք սենց տոնական
ծննդյան տրամադրվածությամբ եւ Sirius Cake Factory տորտերի համեղ ուղեկցությամբ մենք տեղափոխվում ենք Հաջորդ փուլ։ Գնացինք։ Նորից Arm Games-ի վերջի եթերաշրջանի ամենասիրված խաղերից մեկը։ Այո, որը ես շատ եմ սիրել, անկեղծ։ Քաշքշուկ։ Մինչև պատմեմ, մինչև կատարում հիշեցնենք, բացատրենք խաղը։ Քաշքշուկ։ Մասնակիցները ըստ մոտավոր քաշերի բաժանվել են կամ եռյակի, կամ զույգի։ Հաղթում է այն մասնակիցը, ով քաշում է բոլորին եւ գնդակը գցում է արկղը։ Այս պահին ամենափոքրիկներն են մեր նախագծի, թե տարիքով, թե քաշով, 3 աղջնակ կփորձեն միմյանց դեմ մրցեն։ Այնքան նուրբ են։ Այո։ Ուշադրություն։ 1, 2, գնաց։ Օպա։ Օ մամա։ Ինչ ուժեղ աղջիկը, նայ։ Այ բայց չի ասում չէ, աղջնակը ինձ թվում է շատ ուժ։ Ինքը նույնիսկ ճիշտ էլ գնում է։ Հա, իդեպ ասեմ, որ այս երկուսը մտածել էին, որ իրա դեմ պետքա խաղան։ Մենակով հաղթեց։ Ստոպ։ Ստեղ մենք իրականում սկզբում էլ գիտեինք, որ դու շատ ուժեղ ես, բայց մի հատ անունդ ասա։ Եվա ջան, դու քանի տարեկան ես։ 12 նոյեմբերի 22-ին եմ դառնում։ Դեռ 11 ես։ Հա։ Եվան շատ ուժեղ էր ու անկեղծ ասած մենակով երկուսին բերեց այս կողմ։ Եվա ջան, դու արդեն կիսա եզրափակում ես։ Ապրես։ Հա, ոնց ես, կոշիկներ քեզ անհրաժեշտ է, թե ոչ։ Հաստատ, վստահ ես։ Հիմա տեսար, որ քո թմակիցի հետ դու մնացիր մենակ, պետքա իրա հետ մրցես։ Պատրաստ ես։ Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք, ինչքան էլ որ դուք պայքարել եք ամբողջ խաղի համար, բայց որ մասնակիցը այս պահին պարտվեց, ինքը չի անցնում կիսաեզրափակիչ։ Պետքա ձեր մաքսիմում ուժը ներդնեք, որպեսզի անցնեք կիսաեզրափակիչ, որից հետո ընդամենը 1 քայլ էլ մնում դեպի եզրափակիչ։ Պատրաստ եք։ Քո անունը։ Լուսինե։ Քո անունը։ Աննա։ Աննան եւ Լուսինեն կփորձեն մրցել վերջին ակորդ, այսպես անվանենք, հա, նրանց կյանքում, որտեղ այս փուլից հետո նրանցից մեկը այլևս կգնա տուն։ Իսկ մյուսը կիսաեզրափակիչ։ Պատրաստ։ 1, 2, գնաց։ Օ, տորով։ Լուսինեն տարավ Աննային։ Հավասար են բայց։ Չէ, տարավ, վերջ, տարավ։ Օպա, անգամ, եւ վերջ։ Всё դրեց։ Եվ Աննան մեր երկչույն, բայց նայ, Երկչույն, ինչ նման է։ Ինչ իրանք պայմանավորվել էին, որ երրորդ աղջիկա դիմաց երկուսով մրցեին։ Անուլ, ես գժվում եմ քո համար, ոնց գնաց առաջինը գրկեց, ոնց գնաց իմ աղջիկը։ Ես գիտես ինչ ուրախ եմ, որ դու մեր հետ եկար ու ստենց դու ոնց լուսկաս այդ տենց է մնա։ Լուսինե, այ նուրբիկ, դու անցա կիսաեզրափակիչ, ապրես։ Ամոչում ես, ուրախ ես, նորմալ շպտա, նորմալ, ատամներով։ Իսկ երներս, բոլորս սարպարություններով Աննային ասում ենք, որ նա ֆանտաստիկ խաղի արդյունքում, հատ ուզում ենք գրկեն, Աննան լքում է Arm Games Kids-ը։ Թիթիզի քայլվածքը։ Ասեմ, որ ես ընկերությունն ալա, որ ես իրանք մնալու են ընկերներ։ Ախ, շատ մաքուր են։ Թեթև քաշայինից հետո գալիս են մեր նախագծի ամենափարթամ տղաները։ Փարթամներ։ 3 տղաներ։ Արի լեգենդ, արի։ Լեգենդս։ Արծի։ Զորո։ Ուրեմն Անո Զորոյա։ ասեմ, որ Զորոն մեր նախագծի տրամադրությունն է։ Մերսի շատ։ Այդալեկի պես։ Մոտավոր։ Մի քիչ այդալեկը կերին թուլա։ Մի քիչ։ Մերսի շատ։ Որոշում կարամ չէ բլոգեր դառնամ։ Այնչի Իհարկե արդեն։ Չես ում դեպուտատ դառնաս։ Դե չէ։ Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավոր չես։ Սաղիզից կզուզվեն։ Չէ, որ լավը լինես չեն զուզվի, կսիրեն։ Որ լավ լինի։ Պատրաստ։ Ոնց թե։ Քեզ մի բան ասեմ։ Իմ մտածում եմ ինձ կքաշեն։ Ոնց թե։ Բայց վստահ եմ որ PlayStation 5-ի մոտ անելու որովհետև։ Դավայ։ Մի վարքյան։ Ես իրան բան եմ բացահայտել։ Ինչա։ Էսի Լեդի Անի վզնոցի թուրնա։ Լուրջ եմ ասում, նա։ Դեսի մի ամեծ պարտիվկայի գրպանն ա եղել։ Անի ջան, նախորդ ասում մենք ընդհանրապես հերոստատիտոն նախորդ ասեմ, մեր նախագծում մենք սնա հավատություն չենք կարծում։ Սա Զորոյի թալիսմանն է։ Սնա հավատություն չի, էսի, որ դուք հաղթեցիք,
Թող քեզ հաջողություն բերի, եթե դու տենց հավատում ես։ Ես գիտեի, որ ես պարտվել եմ, բայց էսից Վերջ, վсё։ Դե վերջ։ Հենց հաղթում ես, կիսում ես PlayStation-ը անի հետ։ Հավաքվում ենք միասին խաղալու։ Ամենափարթամ տղաներն են այս բան, ճիշտ ասած Զորոն մեր ամենասիրելի տաղանդավորն է, մի քիչ ծանր է քաշ ավելի։ Ես որպես պոզիտիվ մարդ, իրեն որպես պոզիտիվ մարդ, սիրող մարդ, մի քիչ ստրատեգիա եմ սովորացրել, բայց ես հատուկ դա չեմ արել։ Որտեւ անտեղ իրական տղաները ըստ օրինակ մեր Կյաժը, մեր Վարդանի տղան է։ Դա նորոյի ստրատեգիան է իրական։ Պատրաստ։ Գնաց։ Զորեն նայ, Զորեն տաղան։ Նայ, ինչ ուժեղ տղա, տես։ Տեսան ինչ ուժեղ տղա, որ այս կգի։ Իրեն ընդհանրապես ուշադրություն չենք դարձրել, մտածում ենք գոյով ու Իրան է տարակաշ։ ասում է շատ ուժեղ է։ Դու։ Այո։ Ոթասները անհարմար էր դուրս եկա ոտքից։ Զորեն ու այդի դժվար է տանելը, շատ ուժեղ է երետ, շատ ուժեղ երիտասարդ է, շատ։ Ֆիզիկապես շատ լինდა, վերջ, ստոպ։ Ես ասեմ ինչու եմ զարմանում, որ մեծ ասակների մեջ չէին կարում, բայց Օրա Էս տիպի Արեգ Վարդանի չէ, ֆիզիկապես շատ պինդ, դու արմատները որտեղից ես։ Երբունի մասիվ, քանի տարեկան ես Արեգ ջան։ 12։ Տամենը 12 տարեկան ես Աժդահան, այս պայն, արդեն դու կիսայեզրա փակչում ես, շնորհավորում եմ ընկերս։ Զոր ջան, դժվար է։ Ուժեղ է, չէ՞ Արեգը։ Չի լոսում։ Բայց հա, ինքը լավ 60 կիլո է Իմ դեմ չի կարա Հաստատ, բայց դու միշտ ասե, մենակ իր ասածը չի ստեղ է, ստեղ ունակ ուժը պիտաս է։ Ես իր ասածով եմ շարժվում Բայց այս խաղից դեռ չէի շարժվել, եթե Ինքավորվեք։ Երեխեք ջան, դուս չեմ մնալու 1, 2, Գնաց։ Ցավը տանեմ արա Վայ ես Խիգա Գնաց Ամբողջ նախագծի ժամանակ իրոք փայլել ես, անկեղծ, բայց զորո ենք ասում Մարկ ջան, երեխեք նատ կուզեն Մարկին ծապարենք, Մարկը լքում է Arm Games նախագիծը։ Արի ասածով արեցի, ասեց հենց գալիս է քաշի, ես քաշեցի ինքը շատ շունեցան, Վեկալեցի գցեցի Չէ վեկալեքս Վեկալել չի, վերցնել է Եղավ սուֆլեքս Այստեղ ինձ շախում հատարեց Լավ դե, գնա հանգստացի Գնամ Ոյ, կներեք Ստոպ Նայ, այստեղ քաշային այն խնդիրն է, որ հիմա տղա էլ է մասնակցում, տղան 39 կիլոգրամ է։ Արտուրը հենց այն տղան է, որի վրա նստել էր, աթոռակի վրա նստել էր, նրան բարձրացրել էին, բայց Արտուրի քաշի տղա չունենք։ Դե հիմա ուզենք չուզենք, այսպես պետք է կազմակերպենք, բայց դու այնպես որ հարթար ես գտնվել, աղջիկ ես դրել։ Տարբերակ իրենց հետ։ չունենք։ Պատրաստ։ 1 2 Գնաց։ Նայեք իրանք Խի, տեղից թեթև է այս տղան։ Օպա։ Սա կոչվում է Հիմա Սուսիկը գիտի, որ պետք է այն տղայի հետ ինքը միայն։ Այո, ինքը վստահ որ կախտի, դուսման մեջ չես խաղի։ Իրանք շատ լավ, տեսուն ասում ես հաստատ ասում կախտեմ։ Կարող է գիտես ծնունդը կա։ Նայ, Սուսիկը ասում է քեզ վստահ որ կախտի։ Հա, օքեյ։ Ինչ է աբա։ Հələ մի հատ Տղա։ Հələ մի հատ։ Մի հատ ուժերը թավակի, դու Արթուրն ես։ Մենք տեսանք առաջին կոալիցիան։ Էլինա, Սուսիկ, դուք իրար ճանաչում եք։ Ստեղ եք ծանոթ։ 4-5 ժամ են նկարանում է տեղի ունենում։ Էլինան եւ Սուսիկը շատ հեշտ կոալիցիա ձեռք բերեցին։ Էլինա ջան, շնորհավորում եմ Ազի ջան, դու կիսայեզրա փակչում ես։ Ապրես։ Ապրի աղջիկս։ Սիրում եմ ես ընկերական։
1 2 Գնաց։ Օպա, պայքարում է Արտուրը պայքարում է։ Արտուրը պայքարում է, Սուսիկը վստահ էր որ կկրի, բայց կոալիցիա Արտուրը հաղթեց։ Այսա է կոչվում սխալ ռազմավարություն Սուսիկի համար, որտեղ Սուսիկը Էլինայից թեթև էր քաշով։ Հիմա բացատրեմ ինչ է սխալ արել։ Էլինան ձեր երեքից ամենածանր քաշովն էր։ Եթե դուք որոշել եք կոալիցիա կազմել, ուրեմն հակառակը արել, որ դուք ցեիք գնդակը, ոչ թե Էլինան, որովհետեւ Էլինան ավելի հեշտ նստել Արտուրի հետ։ Արտուրը քեզնից քաշով թեթև է միանշանակ, բայց ամեն դեպքում Արտուրը ինչ սպորտով է զբաղվում։ Անտես, ինքը մարզիկ է։ Դուք կոալիցիայով հաղթեցիք իրան, բայց ինքը մարզիկ էր, քեզից մոտ մի 7 կիլոգոն է թեթև էր, բայց հաղթեց։ Դա ամեն դեպքում մենք քո ծնունդը եւս մեկ անգամ շնորհավորում ենք։ Ես ուզում եմ նա Սուսիկին բարձր ծափարենք։ Էլինան նեղվել է։ Էլինա, ինչի ես նեղվել։ Այս որոշման արդյունքում Էլինան ասում է կիսայրապակիչ։ Քո պատճառով ես մտածում այդպես եղել։ Դու այդքան էլ մեղավոր չես, որովհետև ինքը խաղը սկսվելուց առաջ վստահ էր, որ հաստատ կհաղթի Արթուրին։ Բայց սա քո որոշումն է եղել։ Գիտակցում ես, չէ՞ դա։ Նեղված ես, չէ՞։ Կարևոր է մասնակցություն էր։ Դեցա այդքան շատ չեմ նեղվել։ Հասկացա։ Հիմա դու պետքա ուժերդ հավաքես, որ հաջորդ խաղը խաղաս, օքեյ, ինչ եղել է, վերջ։ Հասկանում եմ, որ ընկերացել եք։ Ես ոնց որ սկսել եմ սառը լինել։ Տվեցին ընդամենը նոր ընկերուներ դարձած երկու հրաշքներ։ Ես կուզեմ, որ դու իրա նվեր անես իրա ծնունդին ու հաղթես խաղը։ Նորից են քաշային տարբերությամբ 3 տղա 3-ն էլ քաշային տարբերությամբ։ Բայց ինձ թվում է համապատասխան են իրար շատ։ Ну, Անրին ու Մարկը քաշով մոտ են յար մի 3-4 կիլո, բայց արդեն Արեգը մի 6 կիլո Անրից է ծանր, ըստ այդմ մի 11 կիլո ծանր է Մարկից։ Պատրաստ 1 2 գնաց։ Արի։ Հաջորդ փուլում է։ Ճորակ եղավ ամեն ինչ։ Դերասանություն էին անում, երևաց որ կոալիցիա են կազմել իրար հետ, ակնհայտ կոալիցիա են կազմել։ Բայց ինքը շատ լավ քաշում էր, տեսար։ Արին սպայն կիսայրապակչում է։ Ես այն ինչ որ ոնց որ իմ ձեռքում է, իմ համար դա անարդարություն կա, երբ որ sense քաշային տարբերությամբ կա Մարկը բոլոր տեղերում արժանի են եղել, ասենք Արտուրը թեթև էր, աղջիկները իրար դեմ, բայց կարողացավ, բայց այստեղ չի կարող լինի։ Տղաների մեջ երբ որ կա 10 կիլո ավել տարբերություն, դա անհնար է, սկսում եմ սպորտի մարդ։ Հաստատ տղաների։ Այո։ Ասում եմ աղունիկից 12 կիլո ներքև է։ Տղաների։ Տղաների մեջ կա։ Ես մտածում եմ տղան կրելու է։ Քանի վայրկյան է տևում խաղը։ Իսկ դա իմ համար ոնց անարդար է, ներքին զգացողություն է։ 1 2 գնաց։ Նայ։ 1 2 3 Հոպա։ Տեսար։ Հոպա։ Եվ 4։ Վերջ։ Մարկը պայքարեց, բայց ես նեղված եմ։ Արամի հետ ինչ որ հարցում մրցակցություն անել պետք չի։ Արիքոմասն եմ անդադար խոսում։ Ճիշտ ասած, ես նոր բացատրում եմ Մինյոնին, որ նախ Արեգ շնորհավորում եմ, Արեգին ծափարենք, Արեգը կիսայրապակչում եմ։ Ես ներքին զգացողություն ունեմ, էլի, որ ոնց որ ինչ որ բան քո հանդեպ անարդար է, որտեղ դու շուտ տարօրինակ քաշային գոտիում ես, որ կամ քեզից ծանր են տղաները, կամ քեզից թեթև են տղաները, չկա միջինը։ Դա համար ես հələ որ չեմ ուզում դու գնաս տուն։ Հələ մնա, էլի կարող եմ մի բան մոգոնեմ։ Որտեղ դու անարդար ձևով ես պարտվել, բայց հələ չգիտեմ ինչ եմ մոգոնելու։ Հələ որ դու սենց անկյունում սպասի։ Չգնաս տուն։ Հələ որ սպասի արի։ Ես հաստատ բան կփորձեմ անեմ սիրուն աչքերով։ Հա, նոր չէ համաձայն չէ։ Համար հələ քեզ խնդրում եմ մի քիչ սպասես արի։ Ակրոք ես իրան էի բալետ անում։ Դուք տեսել եք որ ես իրան էի բալետ անում։ Լասուս։ Վերջինը զույգ է, երկու աղջիկներ ու երկուսն էլ բավականին ուժեղ։ Մանեն եւ Լիլիթը, Մանեն այն աղջիկներ, որը հաղթեց պարանի ձգման ժամանակ, իսկ Լիլիթն էլ մարզիկ է։ Լիլիթը գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվում, հավատա, նորից ասում եմ որպես սպորտի մարդ, սպորտը, երբ որ դու զբաղվում ես սպորտով, շատ մեծ դեր է խաղում, տեսնենք ինչ տեղի կունենա։ Մարկը թող սպասի, ես սիրտս նեղված է,
մի բան պետք է Մենք մարկի համար մի բան կանենք, բայց խնդրում եմ։ Եկավ։ Որովհետև խնդրում եմ, դու անընդհատ շեշտում ես սպորտի մարդիկ ու դու երևի այնքան անտարբեր ես իմ հանդեպ, որ դու դաժե չգիտես, որ ես էլ եմ սպորտով զբաղվում։ Հաջող։ Okay։ Անցանք վերջին կետին։ Վերջին փուլն է քաշքշուկի, երկու աղջիկներն էլ շատ հավանում են։ Երկու ուժեղ աղջիկներ։ Երկուսն էլ շատ ուժեղ են։ Մանեն եւ Լիլին։ 1 2 գնաց։ Օպա, շատ երկուսն էլ ուժեղ են, բայց հանձնվեց, Լիլիթը հանձնվեց, վերջ։ Ես կապքի։ Լիլիթը հանձնվեց։ Պարուհի է, պարուհի։ Լիլիթը հոկեբանն Լիլիթը պարտվել է, դա իմ ազնական կարծիքն է։ Հա։ Ինքը դեռ սպասման ժամանակ արդեն տրամադրվել էր, որ Լիլ, ես ինչի եմ մտածում, որ դու հոկեբանորեն էիր պարտվել։ Նախ մենք շնորհավորում ենք քեզ, ուժեղ աղջիկ։ Դու կիսայզափակում ես ապրես։ Հիմա դի բացատրի ինչի էիր հանձնվել։ Այո։ Ինչի շուտ հանձնվել, ինչ ես պատտվում հետ նայում։ Այդտեղ մենակ որտեղ պայքարի ժամանակ գիտես որտեղ մենակ պետք է նես, որտեղ քո նպատակակետն է։ Կյանքում էլ այդ հետ նայել չկա, մենակ առաջ։ Ու շատ արժանի մարդ էր որ մտներ եզրափակիչ, իրականում երկուսդ էլ։ Այս խաղի բարդույթը մեր Արմինեմսի նաև նրանում է, որ մենք միշտ փորձում ենք հավասարությունը պահել, որ միայն ուժեղների համար չի այս խաղը, համար ուժեղներով միմյանց դեմ եք պայքարում, թույլերն միմյանց ավելի քաշային, փոքրերը եւ այլն, որպեսզի հավասարություն լինի բոլորի մեջ։ Վերջում հաղթում է ուժեղագույնը։ Դու քո լավագույնն արեցիր, բայց կիսայզափակիչ փուլ դու չես հասնում։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալություն։ Հուսով եմ մենք քեզ դեռ կտեսնենք։ Այո, Ինչ զուս։ Ապրես մասնակցության համար։ Շնորհակալություն։ Հիմա կիսայզափակիչից առաջ մենք պետք է բաժանենք երկու թիմի։ Ամեն թիմում 5 հական մասնակից, 10 հոգի ենք։ Ինչա կատարվում։ Ձեր հենց քանակով այստեղ 10 բաժակներ են, որից 5-ի մեջ տաք շոկոլադ է, 5-ի մեջ կապուչինո։ Դուք չգիտեք, դե մենք չգիտենք իրականում, որտեղ փակ է։ Որն ուզում եք վերցնում եք, կապուչինոները մի թիմ են գնում, տաք շոկոլադները մյուս թիմ։ Կարակ խմեք էլ, արդեն եղանակը ծրտել է։ Խնդրեմ մենք հետ գնանք։ Վայ, շուտ կողմնորոշվի։ Տաք շոկոլադ։ Տակ շոկոլադ։ Այս տղեկ տղաները մի Կողը խափում է։ Էսի նենց բանա որ կապ չունի որտեղ տղաներ, մի հատ բացեք նայեմ։ Տաք շոկոլադ։ Կոֆե մի։ Էդի կապուչինոյա, փակի։ Տաք շոկոլադ, տաք շոկոլադ։ Մարկ։ Բացի նայեմ։ Մեր շքեղ զորոն գնում է աղջիկների թիմ, մնացած բոլոր տղաները մի թիմ գնացին։ Դիրքավորվում ենք խաղի համար, մեզ մոտ խաղը բավականին հին խաղերից է, կոչվում է X-իկ նոլիկ։ Բացատրենք խաղը, մինչև տեղափոխվենք խաղային գոտի։ Այս խաղը բաղկացած է մի քանի փուլից, հաղթում է այն թիմը, ով կարողանում է ճիշտ եւ արագ հավաքել X-ը կամ նոլիկը։ Կիսայզափակիչ խաղ, X-իկ նոլիկ արդեն բացատրեցինք, այնպես է ստացվել, որ տաք շոկոլադ բաժին ասած ամբողջ թիմը տղաներ են, բայց սա ընդհանրապես կապ չունի տղա թե աղջիկա, սա քթիցակետ է կապված, տարածությունը այնքան փոքր է, որ արագությունը շատ կարևոր չի, հավատամ իրեն։ Հա, ես հավատում եմ, ինքս խաղացել եմ գիտեմ։ Նախընտրելի կլիներ, որ աղջիկներ տղաները խաղը բաժանեն, բայց սա ռանդոմ վիճակահանություն է։ Պատրաստ։ 1 2 3 Շատ ճիշտ են աշխատում, ինչպես տեսնում եք։ Իմասը ստրատեգիայով են աշխատում։ Վերջ աղջիկները ապտեցին։ Ասածով են արել ես։ Ասածը կապ չունի, ուղղակի տղան շուտ դուրս եկավ։ Շատ կարևոր, արագությունը կարևոր, չի կարևոր ճիշտ հերթականությունն է։ Բացատրեմ ինչ տեղի ունեցավ, տղաները բավականին առաջ էին, բայց իրենց մասնակիցը շուտ տեղից փոխվեց, հետո կանգնեց, մինչև հետո որոշեց նորից վազել, ինչ տեղի ունեցավ, աղջիկները արագ կողմնորոշվեցին։ Կրկնում եմ, սա այդքան կապ չունի սպորտի հետ, ինչքան քթիցակի հետ, արագ կողմնորոշվելու հետ։ Պատրաստ։
1 2 գնաց Աղջիկները շուտ են փոխվել Stop Աղջիկները շուտ են փոխվել 1-1 Բացատրեմ Աղջիկներից Էլինան մոտավոր 2-3 մետր շուտ փոխվեց խաղի մեջ կար կանոն որը կոչվում է դիսկվալիֆիկացիա Դիսկվալիֆիկացիա բառը հայերեն չգիտեմ ոնց է Հեռացում չի, դա երբ որ մի թիմից վերցնում ես հաղթանակը տալիս ես մյուս թիմին։ Չենք անում տենց բան, ռուսերենը մեր համար չի։ Չենք անում։ Սիրելիներս, քանի որ խաղը լարված է, խաղը մենք ասել ենք, որ կլինի 2-ից, բայց քանի որ մենք ունենք թիմ, որ աղջիկներ են, որտեղ ավելի կարևոր է ոչ թե արագությունը, այլ ինչ են ասում, ու եղա մեզ մոտ խաղը լինելու է 3-ից։ Ուշադրություն 1 2 3 Աղջիկները շատ ճիշտ են գնում, իրենք մոտիկ տեղ են դալում Այ ես շատ վատ եղավ էս մեկը Վերջ Այս համար է ասել 3-ից, որպեսզի տղաները այսպիսի հեշտ հաղթանակ չտոնեն Այն սրա համար ասցի 3-ից, որպեսզի աղջիկները կարողանան ետ բերեն հաղթանակը Ես գիտեի, որ իրանք սա հաղթելու էին, սա արել եմ ձեզ համար Հիմա ես ձեզ եկել եմ ասեմ մեկ կարևոր կետ, որի արդյունքում դուք կհաղթեք այդ տղաներին Ուրեմն ամենակարևորը, բազում ենք ոչ թե դնում եք այս անկյունում, այլ դնում եք հակառակ անկյունում Առաջինը դնում է հակառակ անկյունում Նույն գծի անկամ։ Հակառակ անկյունում, որտեղ իրանք մի անկյունից գալիս են, հետո մոտիկ են դնում ու ձեզ հաղթում Հակառակը դրեք Նույն ձևը ուղղակի հակառակ։ Ուղղակի հակառակ Okay։ Ձախի փոխարեն, դա համար եմ ասում, առաջինը քան որ ինքը արագ է, թող դնի Եկեք բանը։ Ես հուշեցի, ինձ թվում է սրանից հետո աղջիկները գոնե կհավասարեցնեն հաշիվը Պատրաստ 1 2 գնաց Արդեն ճիշտ է վազում աղջիկը Հրաշալի աշխատանք է տանում Չգիտեմ, խնդրում եմ գնաց ասա Սխալ արեց Այս անկյունը պետք է Այո տղաները ասում են եզրափակիչ փուլ Ես Անրի համար եմ ուրախ Այս խաղը, ոնց որ ասեցի, ինչպես դուք առաջինը հաղթեցիք, առաջինում հաղթեցիք, արագության հետ կապ չունի, կարևորը արագ կողմնորոշվելն է, որտեղ վազքային առումներով դուք սաղ ժամանակ հավասար եք, հավասար գոտիներում եք եղել, բայց երկու անգամ նույն սխալը թույլ տվեցիք, երբ որ վերջին պահին չկողմնորոշվեցիք։ Ընդհանրապես ինձ հաճելի չի, որ ամբողջ եզրափակիչում լինելու են տղաներ, ինչ ճիշտն է, որտեղ խաղը միշտ Arm Games-ը հիմնականում գեղեցկացրել են աղջիկները, բայց ամբողջ նախագծում դուք նենց եք փայլել, որ խոսքեր չկար չեմ ասում, զոր, լավ, զոր, արի, լավ, զոր, արի, արի զորս դե, զոր դե, Ես սենց ասեմ, էլի, մի հատ նախ 4 տիկ մոտ քրկիում երեխեք չան խորոշել։ Պարտությունը ամենազզվելի զգացողություններից մեկն է, բայց այդ պարտության մեջ մենք ուժեղանում ենք, գիտեք էդ Դուք երբևիցե լուր, արա դելը սպասեք էլի դա ինչ ռոմանտիկա աստե տղեքի։ Ստեղ ավելի կարևոր են աղջիկները, զորին թողեք, զորին շատ բան չի լինի։ Ինչ որ բան կուզեք ասեք երեխեք։ Իսկ մինյոնին։ Իրանք ուր ասեք։ Ահա։ Այո սերներս։ Զոր։ Զորայ Սամվելովիչ։ Եկեք տղաներ մի հատ, եկեք նորմալ ծափարեք աղջիկներին։ Անհմայիչ եզրափակիչ է մեզ սպասվում, բայց ուժեղ եզրափակիչ է մեզ սպասվում, բայց տղաները չգիտեն, որ իրենցից մեկ հոգին չի անցնելու եզրափակիչ։ Որտև ինչպես ես եմ սիրում, գոնե մի անգամ պետք է իմ սիրելի խաղարկություններն անեմ։ 5 մասնակից անցավ այս պայն եզրափակիչ, բերեք քեսերը։ Աղջիկները եւ Զորոն կարող են գնան արդեն տուն։
103 մասնակից այսօր մրցում էր Բաղդալի հաղթանակի համար։ 103 փայլուն աղջիկներ եւ տղաներ մրցել են միմյանց դեմ կամ միմյանց հետ եւ այս 5 տղաները դուրս եկան եզրափակիչ փուլ։ Ասեմ ավելին, որ աղջիկները գերակշռել են։ 65% եղել են աղջիկներ, 35% տղաներ։ 5 հոգուց ընդամենը 4 հոգին կանցնի սուպեր խաղի, որոնցից երկուսը կճանաչվեն ARM Games Kids-ի ախտող։ Եվ Vega ընկերության կողմից նրանք երկուսն են ունեն նվեր PlayStation 5։ Հետաքրքիր է, որ տղաներ են ու PlayStation 5։ Նաչ եւ երկու։ Իսկ աղջիկներն այդքան չէին։ Համապատասխան։ Հա։ Այս բանը ասում են խաղարկության ամենասիրելի պահից մեկին։ Այստեղ դրված են 5 case, որոնց մեջ կա 4 կանաչ քարտ եւ 1 կարմիր։ Դա էլ երեխաներից մեկը կքաշի ու կգնա տուն, իսկ մնացած 4-ը կխաղան հաջորդ խաղը։ Իսկ մնացած 4-ը կանցնեն սուպեր խաղի։ Հիմա բացատրեմ ինչ է լինելու։ Մասնակից տղաները մոտենում են քեսերին, որ քեսին որ ուզում են։ Քանի որ Անրին, իմ տղան է նույնպես եկել է, խնդրել եմ վերջինը մոտենա, որ խոսակցություններ չլինի, որ նա կարող է Ես առաջին մարդն եմ, ով կողմ է եղել։ Զուտ այդ խոսակցությունները բացառելու առումով անին կմոտենա վերջինը։ Տղաներ 4 հոգով ընտրեք, որ քեսին եք ուզում մոտենաք, որը կմնա Անրին, թող մոտենա այն։ Ես ինքս տեսել եմ, որ խառնվել են քեյսերը, պատահականության սկզբունքով բոլորդ, բայց հիմնականում կանգնեցիք հենց այն քեյսերի առջև, որոնց հերթականությամբ էլ, որ դուք շարվել էիք այնտեղ։ Դուք եկաք ձեր ընտրած քեյսերի մոտ, ես մի հատ խնդրում եմ ճտիկները բացեք, միայն ճտիկները բացեք, միայն։ Չեք բացում, միայն ճտիկներն եք բացում։ 3 հաշվից բացում եք քեյսերը եւ բարձրացնում եք վեր քարտերը։ Ում Սիրտել ունես։ Ինչ պիտի չունենայի։ Ում բաժին է հասնում կարմիր քարտը, գնում է տուն։ Մնացած կանաչ քարտերով մասնակիցները գնում են սուպեր խաղ։ Պատրաստ եք։ Տղաներ պատրաստ եք։ 1 2 3 Այո, կարմիր քարտը բաժին է հասնում Անրի Մելիքյանին, բայց ես ասեմ, որ հպարտանում եմ իմ տղայով, հրաշալի աշխատանք է տարել բոլոր փուլերում, թե թիմային աշխատանքով, թե անհատական աշխատանքներում հաղթել ես, այդ իմ համար շատ ավելի կարևոր է տղես։ Մի հատ բան էլ ասեմ, ասես պապ, որ PlayStation-ը հաղթեմ, ինքը ունի, էլի PlayStation 5, ասեց, որ PlayStation-ը հաղթեմ կարամ չէ, ում ուզեմ իրան նվիրեմ, ասի իհարկե, քո վերջի խոսքդ ուզեմ ասես տղես։ Ինչ ասեմ։ Չգիտեմ։ Դա դու պետք է PlayStation-ը Սենց պայքարել ես, նեղվեցիր, անկեղծ։ Вообще։ Բայց դու զգացիր, որ դու պարտված չես գնում։ Բոլոր խաղերը դու հաղթած ես գնում։ Ապրի տղես։ Մի հատ կուզեմ Անրին բարձր ծափարենք։ Բարձր ծափարություններ Անի Մելիքյանը։ Դուք արդեն հավատում եք, չէ՞ որ մասնակցի, բայց լքում է նախագիծը չպարտվելով։ Ապրես տղես։ Արի, բա ես։ Դուք հասկանում եք, չէ՞ որ այստեղ ամեն ինչ արդար է։ Հա, դու պարզ է։ Միշտ։ Սա ապացույցներից մեկն է։ Միշտ։ Մենք գնում ենք սուպեր խաղ, այստեղ կլինի վիճականություն, որից հետո միանգամից կունենանք սուպեր խաղ։ Սիրելի մասնակիցներ, ցանկացած արդյունքի դեպքում Սուշի Դավինչին որ ասում են թույլ չի տալու, որ դուք դատակ ձեռքով գնաք տուն, որովհետև այս սուշի սեթերը ձերն են։ Կտանեք ձեր տուն այսօր, դե երկու հոգին մի քիչ նեղված կուտեն, երկու հոգին շատ ուրախ կուտեն, բայց ամեն դեպքում, ինչպես նշեցի, դատակ ձեռքով չեք գնալու։ Քանի որ խոսեցինք Սուշի Դավինչիի մասին, ասեմ, որ խաղնել է մեզ համար պատրաստել Սուշի Դավինչին։ Բացատրենք ինչ է կատարվելու։ Եզրափակիչ խաղը կոչվում է գրավիտացիա։ Մասնակիցները գրավիտացիայի արդյունքում պետք է հավաքեն փազաները, վերջում հավաքեն ընդհանուր պատկերը։ Հաղթում է այն թիմը, ով առաջինը հավաքում է Դավինչի Սուշիի պատկերը։
Եթե հիշում եք, ես այս խաղի ժամանակ եմ պարտություն տարել, այստեղ կարևոր չէ այդքան արագությունը, ինչքան որ ուշադրությունը եւ փազլների ճիշտ հավաքելը։ Դե Արամը գիտի, որ ես մի քիչ սխալ ստրատեգիա ունեի, բայց նկաշությունից լավ ես, ես չգիտեմ։ Դե ինչ, հուսով ենք նրանք ճիշտ կվարվեն։ Ես նորից նեղված եմ, որ աղջիկ չկա թիմերում, 4 տղա եմ, բայց ինչ արած։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Շատ բարդ խաղ է իրականում, բայց ես ոնց հասկանում եմ, որ այս թեթև է։ Այստեղ խնդիրը որն է, սկզբում սպորտն է կարևոր, որտեվ նայեք գրավիտացիա հենց արդյունքում նրանք պետք է հավաքեն փազլի մաստիկները, հետո դրանից հետո շատ կարևոր է լինելու, որ նրանք ճիշտ կողմնորոշված սկսեն արդեն հավաքել։ Արդեն ոնց որ թիմի մի մասը հավաքում եմ, մյուս մասը բերում եմ։ Արեգի եւ Մարկի թիմը մի փոքր առաջ է Արտուրի Արայիկի թիմից, բայց հավատացեք, փորձից ելնելով ասում դեռ դա շատ կարևոր չի։ Ամենակարևորը վերջնական արդյունքն է։ Ասեմ ավելին, խաղի ժամանակ Արգեմսի վերջին խաղի ժամանակ Մինյոն եւ Գուգոն բոլորից առաջ էին։ Առաջ ընկան, խաղի ժամանակ վերջում բոլորից հետ ընկան, որտեվ ճիշտ չհավաքվեց։ Ահա արդեն Արայիկը տեսնում եմ, որ հոգնել է, Արտուրը կամած հավաքում է, Մարկն էլ այնտեղ է հավաքում, Արեգը շատ թեթև ազնի, Արեգը ֆուտբոլիստ է ամեն դեպքում, մեկ շրջան այս պայն հետ է։ Վերջին ուժերը, Արայիկ վերջին ուժերը, վերջին ուժերը, ապրի Արայիկը, Արեգը և Մարկը այնտեղ հավաքում են, Արայիկ ուժասպար եղած հասավ տեղ, սպորտային կոշիկն է դուրս եկել, հայրին ասաց բոթասը։ Սրանք հեսա, պատերսա։ Վազքի պահը հավասար հասել է։ Չէ, հավասար չէ, մեկ շրջան հետ է Արայիկ Արեգից, մի փոքր տարիքի հետ Մինյոնը սկսել է տեսողության խնդիրներ ունենալ, մի շրջան գրեթե հետ էր։ Դավին։ Հեսա Դավին։ Ուզում տեսնեմ, լռության մեջ են մրցում Արայիկը։ Խոնացնում է։ Ո՞ս ես ինչ է։ Արես օրան, ես ուր եք կարալ։ Ասեմ մի հատ կարևոր բան, մենք ունեցել ենք մոտ 7-8 ժամ նկարահանում, բոլորս խայտարակ հոգնած են երեխաներն այնպես չգիտեմ ոնց է իրենց գլուխը ընդհանրապես աշխատում։ Դիվուս, էսի ասնի։ Անկեղծ շատ բարդ խաղ է, անգամ չեմ դիմանում, ուզում եմ գնամ ինչ-որ մի բանով օգնեմ, բայց մեկը լինել է։ Հիշում ենք, իսա զապակիչում Արգեմսի մեկը լինել Մինյոնին օգնել։ Ասեմ, որ Մարկը եւ Արեգը բավականին շփվելով են հավաքում փազելը։ Ես մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, Մարկի մասին, Մարկը հենց այն երիտասարդն էր, որի նկատմամբ ես անարդարություն զգացի, տղաների ծանր քաշի հետ կապված, ես ինքս իմ որոշումով նրան թույլ տվեցի շարունակել ելույթները նախագծում, շատ հետաքրքիր կլինի, եթե նա հաղթի։ Ինձ թվում է դա կնշանակի այսպես, որ ճիշտ եմ զգացել, որ թույլ եմ տվել, որ մասնակցել եմ, որ ինքը պետք է հաղթել, եթե նույնիսկ չհաղթի, ես չեմ փոշմանել։ Ինձ թվում է հաղթելու է։ Ես գնում եմ կողքից նայում եմ եւ ներվայնանում եմ։ Մի հատ մոտեցիր ծանրաձողին, խնդրում եմ։ Ուղղակի անցի կողքով։ Ուղղակի անցի։ Հա, չի վերևներ առեսի։ Անկյունից անկյուն ընկած հատվածում պետքա լինի 5 շարք, բայց իրանք 3 շարքով ավարտում են։ Դու էլ փորձին Ես Մենք անզոր ենք այստեղ ինչ-որ բանով օգնել։ տղեկ ինձ թվում է ինչ-որ բան սխալ է կամ։ Այդքանով բավարարվենք։ Այո, բայց ասեմ ավելին ես իստեղ ինչ-որ որոշ փոփոխություն կան։ Հա, օքեյ։ Մինյոն չխառնվես, թող իրան գլուխ անեն։ Չէ։ Ահա թե ինչի համար է ես ցանկանում եզրափակիչ խաղին տեսնել աղջիկների։ Աղջիկների տրամաբանությունն այլ է, մանավանդ այս տարիքում։ Տղաներն մի ձև են մտածում։ Լրի նույն ձև։ Ես աղջիկ էի, այդ տրամաբանությունը չունեի, որովհետև հոգնած էինք բոլորս։ Նույնը շեշտեցիր երեխաների, բայց հաղթեցին Ռաֆն ու Գորը։ Դե գերազանցի կար, Ռաֆին մոռացին, թիմում կար գերազանցի։ Հա, Ռաֆը մոզգա։ Հա, մալադեց։ Ես մենակ մի բան եմ տեսնում, որտեղ են մասնակիցներս նույն 3 քարտը փոխում են, կարող ուրիշ բանել անենք տղաներ օրինակ։ Խորտում ուրիշ բանել անենք։ Մի հատ նայեք նկարին,
Ինչա պետք։ ու անընդհատ այս երեք հատը չկպցնեք իրար։ Օրինակ գտնեք Da Vinci sushi bar տարերը, փորձել իրար կպցնել։ Անընդհատ այս երեք հատը դրել եք, նույն բանն եք անում։ Փորձեք ուրիշ բան էլ անեք։ Այնտեղ բավականին առաջ են արա։ Այստեղ։ Այստեղ տեսնում ենք, որ Արեգն ու Մարկը բավականին նորմալ աշխատանք են կատարում, գոնե նույն puzzle-ները այսպես չեն տեղափոխում այս կողմ կամ այն կողմ, ու բավականին թիմային են աշխատում։ Ես էսի սուշի գլուխ։ Արտուրը չի հանձնվում նույն 3 կտոր puzzle-ը անդադար տեղափոխելով այս կողմին։ Ես Արտուրին խնդրում Արտուր ջան, հրաժարվի դայ տարի Da Vinci տարերը գտնել ես քեզ խնդրում։ Էսի կաղաս դեմի դե պետք հալի։ Ինչ է կատարվում այստեղ, նախ կատարվում է, որ անընդհատ միլիոնը հայտնում է կամերայի առջև։ Դե կներեք։ Մյուս բաղում ինչ է կատարվում այստեղ, ուզում եմ ուշադրենք, գրեթե ավարտեցին, որտեղ անհասկանալի բաներ է բարձրացնում Արեգը, իրոք չեմ հասկանում։ Մոտալուտ հաղթանակ է գալիս Arm Games Kids-ի։ Հիշեցնեմ, որ սա առաջին մեծ խաղեր ունեցել ենք, մանկական խաղեր ունեցել ենք, բայց սա հենց այս ձևաչափով որպես մեր նախագիծ, որպես Arm Games, որպես Fantastic Silvas նախագիծ, առաջինն է պատանիների մանուկների համար, որտեղ կարծես թե մենք ունենալու ենք հաղթող Արեգի եւ Մարկի ներկայությամբ։ Արայիկը եւ Արտուրը վերջապես մտան պայքարի մեջ, վերջապես Արտուրը հրաժարվեց այն 3 puzzle-ից, որ ինքը մոտ 15-20 րոպե պատասխանում էր այս կողմ եւ այն կողմ։ Արտուր ջան, ո՞նց ես։ Ձեր անի։ Էսի ուրդ է կարա։ Տենում եք, արդեն սկսել եք գործ անել։ Կարում են խոսալ, Դերիվից հիմա ես հանգիստ նայում եմ, կարողանում եմ։ Այս ժամանակ ուրիշ էր։ Բան չմնա։ Մարկը ֆանտաստիկ աշխատում է։ Ես Մարկի մամային եմ ճանաչում ու համեստեղ բոլոր ծնողներին ճանաչում եմ вот это։ Շահություն։ Մեկ Մարկ ինչպես է հավատում։ Մի հատ ուղեք, ամբողջ ուղեք մած նայենք։ Ոնց է։ Ուղեք։ Arm Games նախագծի ախտորներ Արեգ եւ Մարկ։ Արեգը մարզիկ է ամեն դեպքում, ջենտլմեն է։ Արեգ ջան, թող ջիկարս, արի։ Էսի հոն եք ես էլի խուվրից։ Նրանք սենց շատ է կերացել են, թե ուրախ է, թե նաև գրետ է գտել։ Շնորհավոր։ Մարտու ջան, այդ աղադեմիկի ճուտ հրաժարվել էլ է երեք հատից, Արեգ ջան, ուժեղ տղա։ Շատ ուժեղ տղա է, շատ լավ աշխատեցիր։ Դուք երկուսով գրավում եք այսպես թե այնպես երրորդ հորիզոնականը մեր նախագծում, չեք հաղթում։ Da Vinci sushi սեթը գնանք տունեսը կուտեք, նեղվածությունները կանցնի։ Բան ունեք ասել տղեկ, Արայիկ։ Շատ լավ անցավ այս խաղը, սաղը շնորհակալ եմ։ Տնեղվես, Արտուր, եկեք հլա, հաղթողներ։ Սովորաբար հակառակն է լինում, ես եմ ճանապարհում դու ուրախանում, բայց հիմա ես ինքան ուրախ։ Հիմա ես ուզում եմ մենք գնանք այն տարածք, որտեղ մենք ձեզ կտանք, այսպես ասած ձեր վաստակած հաղթանակը։ Ես մի քանի բան եմ ուզում ասեմ, խաղի ընթացքում մի քանի մարզական տղաներ կայեք, որոնք աչքի եք ընկնում։ Արեգ դու էիր, մյուս թիմում ատելի խոչուչ մազոր տղա կար, որ քաշում եք, անունի չեմ, էլի ֆուտբոլիստ էր։ Անդրին էր, Արայիկն էր, բայց Մարկի որ տաղանդը բացահայտվեց եզրափակիչ խաղում, որտեղ կարելի ասել դու օգնում էր, բայց հիմնականում ինքն էր հավաքում։ Մարզիկը եւ ինտելեկտը ճանաչվում է Arm Games Kids-ի ախտող ձեզ շնորհավորում եմ տղեկ ջան, գնում ենք ձեր վաստակած PlayStation 5-երի հետևից, գնացինք։ Ես նորից շնորհավորում եմ մեր երկու գազաններին, ինչպես նշեցի ինտելեկտ եւ սպորտը այսօր հաղթող ճանաչվեց, ասում այսօր ինտելեկտ եւ սպորտը ճանաչվեցին քույր եղբայրներ։ Մենք այս պահին գտնվում ենք Վեգայի խաղային աքսեսուարների զոնայում, գեյմ զոնայում, որտեղ ձեզ սպասում է բաղձալի PlayStation 5-երը։ Տղաներն ունեն PlayStation 4, հիմա կարող են այդ PlayStation 4-ը նվիրել ինչ-որ մեկին կամ վաճառել, չգիտեմ ինչ են անում այս տարիքի երիտասարդների դեպքում, եւ այս ձերն է, նախ կուզեմ մի հատ վերցնեք, մի հատ ծափարենք, ովքեր որ մնացել են, սա ձերն են ացել, վերցրեք։ Շնորհակալություն Վեգա ընկերության այս գժական նվերի համար, բայց ես մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։
Հիշում եք, չէ՞ որ մենք այսօր ծնունդ ունեինք, Սուսիկի ծնունդը շնորհավորեցինք եւ այլն բան, հավես վիճակներ, ասենց որ գնում էի դեպի դուրս, ճանապարհին հանդիպում եմ, հա, ծնողներ կան այստեղ Մարկի մայրիկին եւ պարզվում է Մարկի մայրիկի ծնունդն է այսօր եւ պատկերացնում եք Մարկը ինչ ծնունդի նվեր է անում իրեն ու իր մայրիկին։ Ապրես տղես։ Էնպես որ այս տղան հաղթանակը նվիրելու է հավանաբար իր մայրիկին, հաստատ իր մայրիկը այստեղ է, ուրախացել է իր ծնունդի կապակցությամբ նվերի։ Այո, մենք շնորհավորում ենք եւս մեկ անգամ բոլոր 103 մասնակից պատանիներին, խոստանում ենք, որ հաճախ լինելու է մեզ մոտ Arm Games Kids, իսկ այս պահին բարձր ծափերով ճանապարհում ենք տուն արդեն հաղթանակած Մարկի եւ Արեգին։ Այսօր այս նախագիծը, այս գժական նախագիծը ձեզ համար ինձ հետ վարեց Մինյոնը կուզեմ Աննային բարձր ծափը արենք սիրելիներս ու ասում եմ կտեսնվենք։ Ովքեր չգիտեին, հա, ես Աննա եմ։ Այո, նա Աննան է։ Գնացինք ջիգարներ։ Սպակա։